Այսօր արդեն քանի անգամ բարևել ենք ու ցավոք այս տեսանյութը ես պետքա մոնտաժած դնեի ու ցույց տայի թե ինչ է տեղի ունեցել ընդհանուր պատկերը այսօրվա մոլդովական փողոցի հետ ծառասպանդի, բայց ժամանակ չունեմ բայց քանի որ շատ կարևոր է երկու բառով ներկայացնեմ։ Նախ եթե ծառը հատվում է ապօրինի առանց թղթի ու դրա վնասը գնահատվում է 100,000 դրամից ավել, դա համարվում է քրեական գործ, կարծեմ մինչև 3 թե 5 տարի ազատազրկում մինչև կարա լինի, այսինքն մեկ մեծ ծառը 100,000-ից ավել է գնահատում ու դա քրեական գործ է։ Այսօրվա մասով ուրեմն եկել էին եւ ոստիկանները, եւ ընդերքի տեսչականը, եւ կանաչապատումը ու ֆիքսել էին, որ 5 ծառ է հատվել ու ոստիկանությունը կասեցրել է շինարարության շարունակությունը ու ասել է մենք պետքա գանք, գնահատենք, նաև չնայած այդ ժամանակ նկարել են ամբողջը մետրը, չափել են եւ տրամագիծը եւ տրամագիծը եւ պարագիծը ամբողջը չափել են այդ ծառերի եւ ասել են դադարեցրեք շին աշխատանքները։ Վաղը պետք է արդեն հասկանային, գնահատականը տային ու հասկանային տալիս են քննչական, քրեական որպես թե չէ, բնականաբար տալու էին, որովհետև ես շատ ունեմ այդ փորձը ու մի ծառի դեպքում էլ տալիս են, այստեղ 5 ծառի մասին է խոսքը։ Այդ մարդիկ ոստիկանների բոլորի գնալուց հետո ոնց նորից հայտնվել են այդտեղ, տրակտորը բերել ու որոշել են շուտ այդ կոճղերը տանեն, յանի հանցանքի փաստերը վերացնեն, բայց նոր-նորքի ոստիկանները շատ օպերատիվ են գործել նոր-նորքի ոստիկանները ու միանգամից գնացել բացահայտել են եւ տեղում ձերբակալել են այդ ամենայն հավանականությամբ տրակտորի վարորդին, բեռնատարի վարորդին, ովքեր ուզում էին այդ սենց ասած ենթադրյալ հանցագործության հետքերը թաքցնողները, այսինքն այդ ծառի կոճղերը որպես հանցանքի ապացույց ուզում էին շուտ թաքցնեին, իբրև տենց բան չի եղել, ես տենց եմ ենթադրում, էլի, ասենք, եթե իրանց արգելվել էր գործանելը, իրանք չէին կարող շարունակեն այդ գործը, ինչու նորից ու իրանք արդեն գնացել էին այդ դեպքի վայրից տրակտորով ու բեռնատարով, ինչու են նորից հայտնվել տեղում ու փորձում էին գործ անել։ Ամեն դեպքում այդ մարդիկ հիմա, կես ժամ առաջ ոստիկանությունը նոր-նոր վարչական շրջանի իրենց բացահայտել է այդ ընթացքը, ինչի համար շատ-շատ շնորհակալ եմ ես, օպերատիվ շատ գործելու համար, շատ զարմանալի արագ գործել է նոր-նոր վարչական շրջանի ոստիկանությունը, եւ ուզում եմ ասել, այս վերջին օրերի տեղի ունեցողները կարծում եմ իրանց այդ շին ֆիրման շատ մեծ պրոբլեմների մեջ կհայտնվի, դա շինարարական կազմակերպություն է, ինչ-որ լեգենդ անունով, ով տենդեր է շահել վիոլա ջրից ու պետք է այդ կոյուղի աշխատանքները աներ եւ նաեւ նոր-նոր վարչական շրջանի այն պաշտոնյան պետքա պատժվի, ով ապօրինաբար թույլտվություն է տվել այդ ծառերի հատման, եթե դա իհարկե վիոլայի հորինված գրածը չէր։ Ամեն դեպքում ես այս գործով հետևել եմ, որ բոլորը պատժվեն։ Բայց ես ուզում եմ, որ շատ կարևոր է չմոռանանք, որ երեք Գյուրջան փողոցում 10 ծառ է հատվել, որը հատել է կանաչապատում ՀՕԱԿ-ը, թղթերը սարքել են շուշուտ, հատել, մասնավորի հետ պայմանագիր են արել, դրա հիմնական նպատակը այն ա եղել, թղթերով իբրև այդտեղ պիտի բարեկարգվի նոր ծառեր տնկվի, որոնք 20 տարի, 10 տարի հետո նույնիսկ այդ ծառի չափ չեն դառնա այդ ծառերի, բայց իրականությունը, որ այդ շենքի դիմացի հասարակական տարածքները բացվի եւ փողոցից երևա էլի, այդտեղ սիրուն անտառի նման տարածքեր։ Այս ամբողջը ես մոնտաժած դնելու եմ, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, բայց չեմ էլ ուզում հետ մնանք, իրադարձություններից։ Նաև ասեմ, որ օրերս մոտ 1 շաբաթ առաջ, էլի ես նկարել եմ, էլի չեմ հասցրել դեռ հրապարակեմ, բայց դա էլ կհրապարակեմ, Թևոսյան փողոցում նորակառույցի դիմաց 5 ծառ է կտրվել կամ 4, ոնց որ մեկընդեղ 2 փչակ բանով էր, էլի բունով էր, չեմ հիշում, թե 5-ն էր ծառը։ Էլի կանաչ ծառեր են հատվել, ընդ որում մեկը հացենի 4-ը թեղի, էլի ոնց որ կառուցապատողը պայմանագիր է կնքել, մի հատ 140,000 դրամ ֆիկտիվ վճարում անում կանաչապատմանը, կանաչապատումը գնում փրթում այդ սաղ ծառերը։ Այն մարդիկ, ովքեր պիտի լինեն պաշտպանը կանաչ ծառերի, բանից փող են վերցնում, ընդ որում չեմ ասում կաշառք են վերցնում, թղթով սենց 140,000 դրամ են վերցնում, դա եղել է նաև Նայիրի հյուրանոցի այդ կողքի շենքը սարքելու դեպքում թղթով, յանի եւ մենք քեզ 140,000 ենք տալիս, եկեք փրթեք տարեք այս ծառերը սաղ,
ու գնում 10 բանվորով, չգիտեմ, բեռնատարով բանով 140,000 դիմաց, 140,000 դիմաց լավ բան չեն անում, գնում ծառերը փրթում, տանում են։ Կանաչապատման տարածքը նայում ես, բանի փետերը սենց այնքան փետ կա, տարածքում շարժվելու տեղ չկա, սաղ կանաչ, մի հատ փչակով փետ չեմ տեսնում։ Կփորձեմ դրա մասին էլ խոսամ, այդ ամբողջը ես փաստերով, տեսանյութերով ունեմ, այսինքն բացի ուղիղ եթեր անելուց, ես մյուս հեռախոսովս ամբողջը նկարել եմ առանձին, որպեսզի մոնտաժած շատ պարզ բացատրած ցույց տամ, եւ իմ պահանջը մնում է նույնը, նոր Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի ղեկավար Արմեն Բեգոյանը եւ այդ անձնակազմը, չգիտեմ ովքեր կան էլի որոշում կայացնող, ինձ թվում է ոչ մեկ չկա, մենակ ինքնատե որոշում կայացնող, պետքա դադարեցնեն կանաչ ծառերի սպանդը։ Պետքա իրան, չգիտեմ, այսօր քիչ առաջ այդ քաղաքապետարանի էջով բան են դրել, իբրև մենք միայն չորն ենք կտրում, փթած, որոնք նայեք ինչպես են ընկնում, բայց ցույց եմ տալիս եւ դուք տեսնում եք, որ իրանք կտրում են շատ դեպքերում նոր-նորքում օրինակ կանաչ ծառեր։ Ես վաղը նաեւ նոր-նորքում կշրջեմ 4 ծառերը ցույց կտամ, որոնց իրանք մոտիկ չեն գնում, զզվում են 4 ծառերից։ Չգիտեմ 4 ծառի փետը լավ չի վառվում, թե 4 ծառը կտրելու համար փող չեն տալիս, չեմ կարող ասեմ, բայց ես ցույց կտամ նաեւ 4 ծառերը, որոնք իրանք մոտիկ չեն գալիս։ Եվ նաև մոտորերս ես ցույց եմ անցած օրերը եւ էլի ցույց կտամ իրանց տնկած նոր ծառերը, թե ոնց են մեծանում, կամ կհիշեք 3 տարի առաջ առաջին տնկած ծառերը Մոսկովյան փողոցի սակուրաները Կասկադի դիմաց, որ ասում էին 1 տարի հետո սրանք այնպիսի սաղարթ են տալու, որ դուք անգամ փոշմանելու եք, որ դեմ եք եղել այդ ծառերի հատմանը։ Հիմա ուր է սակուրաների ով է վերջերս եղել Կասկադի դիմաց, էլի ասենք այդ սակուրաների սաղարթից դուք գոհ եք։ Թե գառնան ծաղկայլուն եք գոհ, որ 2 օր ծաղիկը 2 օր էլ չի մնացել, մի օր 2 օր է մնացել այդ ծաղիկը ու թափվել, մնացածը մեռելի բորդո գույնով տերևներով այդ ծաղիկները, այդ ծառերը, որ իսկի մի մետր չի դարձել իր սաղարթը։ Իսակովի պողոտան մեծամասամբ չորացել է տնկած կաղնիները, Քրքրքորյան փողոցում տնկել են սոսիներ 30 հատ, գովազդում են քաղաքապետարանի էջով մի քանի օր հետո մի օր հետո գնում եմ չորացել արդեն բանը այսօր լրատվականներով տեսա ես չեմ հասցրել գնամ բայց ինձ էլ էին շատ գրել Նուբարաշենի աղբավայրի մոտ հիմնում ենք անտառ այդ անտառը ամբողջ ծառերը չորացած կգնամ կնկարեմ եթե իհարկե հասցնեմ չփոկեն չգնան շուշուտ քանդեն այդ ծառերի իբրև տենց բան չի եղել բանում Երևանի մուտքը գառնանը պատրաստ կլինի բանի Սևանի կողմից, սա եղած ծակացյանները այնտեղ չորացրել, քանդել չորացրել են, կտրտած թափած այդ չորացած ծակացյանները, ոռոգումն էլ չի աշխատում, եղածն է չորանում է։ Որի մասին ասես։ Բանի Եռաբլուրում տնկած, այս ինչը խոսում եմ, սա հաթաթ ցույց եմ տալու բանով, վիդեոներով, կարակ որը որ մոռանամ, հիշեցնեք ինձ, ես գնալու եմ նկարեմ ու ցույց տամ։ Եռաբլուրի մի կողմի այդ տնկած սոսիներն ու գիհիները նոր տնկվածը, որին ես եմ նաև մասնակցել 2 տարի առաջ այդ ծառատունկին, գոյություն չունեն, այսինքն 50%-ից ավելին, ունես չի որ։ Իսկ իրանք ասում են մենք 90% կպչողականություն ունենք մեր նոր տնկած ծառերը։ Շատ ցավալի է։ Այն մի ծառը, որը կտրվում է, այն մի թեղին, որը հատվում է այդ մեծ թեղին, իրանց տնկած, չգիտեմ, 30 հատ կատալպան կամ 40 հատ սակուրան, այդ նույն թթվասնի ֆունկցիան չեն կարող անեն, ինչ մի հատիկ կտրված թեղին է։ Թեղին պետք է ընդհանրապես սիրուն էտել, խնամել եւ սրսկել ու բուժել։ Նաև այդ բանից Իրանի մոտի ծառը, որ սրտիկ էի սարքել, ցույց եմ տալիս, ասում տեսեք, սա թեղի է, կարելի է թեղիները օրինակ նաև սենց խնամել, եթե իրանք քաչալացրած է, չգիտեմ ինչա, մարդիկ զարմանում են, ոնց նի, միթե այդ ոչ լոտ, հա, քաղաքապետարանը ինչպես ներկայացնում է ծառը, կարելի է տենց բան անել։ Կամ քիչ առաջ բանում
Երևանի պաշտոնական էջում բանի Facebook-ի Երևանի քաղաքապետարանի Արմեն Բեգոյանը ասում է Երևան քաղաքի ծառերի 30%-ը հին են եւ փոխարինման ենթակա։ Որևէ հաշվարկ չկա դրա տակ։ Դե թող հրապարակի հաշվարկը, այդ ոնց է որոշել, որ 30% կամ քանի ծառ կա Երևանում, դուք սկի չգիտեք քանի ծառ կա։ Այդ ձեր նոր տնկած տնկիների 30%-ից ավելին փոխարինման ենթակա են։ Դա մինիմալ թիվն եմ ասում։ Ես էլ դա եմ ասում։ Ոչ թե եղած ծառերի 30%-ն են փոխարինման ենթակա։ Ձեր բոլոր գնումների առնվազն 30%-ից ավելին անգրագետ գնված ծառեր են եւ փոխարինման ենթակա են։ Այդքան բան։